Անհերքելի փաստեր, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Որոշել էի չխոսել, բայց մի քանի հարց կա եւ երեկոյան ամբողջ երեկոյան մի զրույց տեղի ունեցավ, դրա համար մի փոքրիկ ձեզ տեղեկություններ հայտնեմ, ովքեր որ տրամադրված են եւ հասկանում են այս ամենը։ Նախ անհերքելի փաստերից Արարատ լեռ եւ Նախիջևան։ Սուրբ գրքի ծնունդ գրքում նշվում է, որ Տապանը նստեց Արարատ լեռի վրա եւ նույն իր ընտանիքի հետ իջավ Տապանից։ Աստվածաշնչյան բուն հատվածը ծննդոց, այսինչ հետեւյալն է, թե 7-րդ ամսին, ամսի 27-ին Տապանը նստեց Արարատ լեռան վրա եւ Նոյը դուրս եկավ նրա հետ նաեւ իր որդիները, իր կինը եւ իր որդիների կանայք։ Այս ժողովրդական եւ եկեղեցական ստուգաբանության եւ Նոյը իջնում է Արարատից, այդ վայրը անվանվում է Նախիջևան, այսինքն նախնական իջևանատեղի, առաջին տեղը, որտեղ մարդիկ հանգրվանեցին ջրերից հետո։ Այժմ փաստի մասին։ Այս փաստը խոսում է, որ այս երկու տեղանքը եւ Արարատ լեռը եւ Նախիջևանը հանդիսանում է քրիստոնյաների սրբության սրբությունը։ Քանի որ Քրիստոսն էլ Նոյը հանդիսանում է Քրիստոսի նախահայրը, այսինքն քրիստոնյաները, որը աշխարհում եւ ցանկացածին հարցրեք, կասեն Ամերիկայի Միացյալ Նահանգները բոլորից հզորն է։ Եվրոմիությունը, որտեղ 90% քրիստոնյաներ են, նորից լռություն է։ Սա ինչի մասին է խոսում, որ այս կրոնը եւ այս մարդիկ բոլորը սուտ են։ Դրա համար վերջին հայ աստվածները ասացին ամեն ինչ սին է։ Եվ դա դուք նույնիսկ չհասկացաք, որ այս ինչը կատարվում է, բոլորը սուտ է։ Եթե այդպես լիներ, ապա ինչի հավաքվում են 53 մուսուլմանական երկրներ, եւ որ ադրբեջանցիք պետք է վերադառնան, նույնիսկ այդտեղ Իրանը, ձեր սիրած Իրանը, պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք Հայաստան, իսկ քրիստոնյաները լուռ են։ Ասենք Նիկոլը Դավաճան էր, տականք էր, եթե քրիստոնյաներին դա ձեռք չէր տալիս Եվրոմիությանը, Ամերիկային եւ Բրութին, ապա անմիջապես Նիկոլի պոչը կխոզեին, կդնեին մեկին ու կասեին, սենց լոպաս խոսա, սենց ասա, հետո էլ զենքով կտանք նրանց կջարդեն, կփշրենք։ Իսկ եթե ճանապարհի հարցն է, Իրանի համար ավելի ձեռնտու է, որպես իրենց ստրուկ հազարավոր 3000 տարվա անմիջական ստրուկ, հայերը ոչ անմիջական ստրուկ են 3000 տարի եղել բրութներին, այսինքն թուրքեր, արաբներ, մոնղոլներ, պարսիկներ, ռուսներ, նրանք են իշխել, դրանց միջոցով է եղել ստրուկ։ Իսկ Պարսկաստանը միշտ եղել է, երբ որ հայերին քշեցին, բերեցին այդ ցեղատեսակներին, իբր իրանցի, պարսիկներ եւ այլն, եւ նրանք միշտ առաջին ձեռք են ծառայել բրութներին, ինչի համար այդ ճանապարհը կամ մեծ թուրանը չեն կառուցում հենց մուսուլմանական երկրներով, չէ՞ որ Պարսկաստան, Թուրքիա, Ադրբեջան, Միջինասիական բոլորը մուսուլմանական երկրներ են, ինչի անպայման պետք է Հայաստանի եւ Վրաստանի վրով քայլեն անցնեն։ Այսինքն այստեղ կա կեղծիքը, դրա համար այս փաստերը, որ ասում եմ, պետք է լավ հասկանաք, որ սա մեր վերջն են ցանկանում տալ։ Սա գիտեք ինչի է նման, որ
մի շատ գրագետ զարգացած խելոք տղա, որ այդ թաղամասում ամենալավ երիտասարդն է, ամեն ինչով, թե տեսքով, թե իր վարվելաձևով, թե խելքով, թե ուսումով, եւ փողոցի կանգնած լակոտները երբ որ անցնում է, արա մեզ ինչի բարև չտվիր, ասում է բարև ձեզ, բայց ինչ ես մեզ բարևում, դու ով ես որ մեզ բարև, հիմա այս խաղն են խաղում Հայաստանի գլխին, որ հայերին այստեղից քշեն։ Ինձ թվում է այս փաստերը, որ բերում եմ նաև այս հին փաստերը, ձեզ համար հասկանալի է, որ նույնիսկ այս Աստվածաշունչը եւ Աստվածաշունչը բրուտը գրելուց ինչ էր գրել, հայերը նրան պետք են, ուշադիր էստեղ լսեք, հայերը բրուտին պետք են, բայց պետք են անհատ զարգացած հայերը, որպիսի այլ երկրներում, ինչպիսին Ռուսաստանում արեցին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Եվրոպայում եւ այլ տեղեր, եթե այս ցուցակը տամ ձեզ, կզարմանաք, կպայթեք, թե ինչի հայերը այսքան մարդը հայ եղել եւ այսքան գիտատեխնիկական գյուտեր եւ այլն ստեղծել են աշխարհում եւ այսօր հային վերացնում են։ Դրա համար բրուտը գրել է այս գիրքը, այս սև կեղտոտ մագիան, Աստվածաշունչը, որ հայերը իբր երկիր մոլորակի աղն են եւ նրանք պետք է լինեն ամենտեղ, այսինքն այս վերջի հայկական հզոր կառավարությունը ոչնչացրեցին, վերեցին այս տականքներին եւ հիմա էլ այս մի փոքրիկ հողակտորի վրայից նաեւ հեռացնում են հայերիս։ Իսկ սրա հետևանքը ես ձեզ բացատրել եմ, ցանկացած մարդ կարող է մահանալ եւ դրանով վերջանում է ամեն ինչ իրեն համար։ Իսկ եթե դու մտածում ես պատվի, քո տեսակի, ձեզ ինչ է թվում, հայային ինչ էր պետք որ ստեղծեին այդքան արբանյակներ, այդքան գիտություն, գային երկիր, լուսին, այդ հեռավորությունները կոնկրետ այնպես ստեղծեին, որ այսօր մենք ապրեինք եւ մենք էլ մեր մահով ամեն ինչ ոչնչացնում ենք։ Նրանք էլ այդտեղ կմահանային եւ կվերջանար եւ երկիր մոլորակում հնարավոր անտարապես մարդկություն էլ չլիներ, կամ լիներ անասունի նման եւ ամեն 80,000 տարին մեկ այդ անասունները սատկեին, նորից մի մասը մնար, նորից զարգանային։ Բայց քանի որ արդեն գոնե այս վերջի 3 միլիոն տարում մենք եղել ենք միշտ արարիչ ազգը եւ սա մեր էթնոսն է, մեր հողն է, ապա ինչպես կարող ենք մենք սա թողնել կամ հետո գնալ էթնիկոլ կամ նման տականքների հետ խաղին, որ ինչ անենք, էսել վերջում ես, չէ, ես ասացի, եւ քորշնից բռնած, մինչև այս նիկոլ չեղած այս տականքը, նշել եմ, որ ուղարկվել են սուտ նախագծեր, որ այսպիսի բաներ կառուցեն եւ այլն, մերժել են, բայց փաստաթղթերը ուղարկվել են կամ Մոսկվա, կամ ուղարկվել է Թուրքիա, հետո ստուգել են, որ դա կեղծ է, հետո ընկել են այդ մարդկանց հետևից, անհետացել են արտասահմանից, տարբեր տեղերից եկած հայեր, կամ ասել են, որ մենք չենք հասկացել, որ այդպես, այսինքն ամեն ինչ են ծախել, ամեն ինչ ծախում են այդ տականքները, եւ այս փաստը ոչ ոք, ոչ Եվրոմիությունում, ոչ մակում չբարձրացեց, ասեիք դե հերիք է, կամ էսեք, կամ մենք հրաժարվում ենք այդ քրիստոնյա սուտ կրոնից լինելուց, դուք էլ ձեր Արարատ լեռն էլ, բայց Արարատ լեռը հանդիսանում է մեզ համար սրբություն, քանի որ դա մեր էթնոսն է, մենք այդտեղ ենք ծնվել։ Եվ մարդիկ սա չեն հասկանում, առաջին իր տեսակի ծնունդը, ընդհանրապես առաջին մարդու ծնունդը։ Օրինակի համար բերեմ, որպեսզի ձեզ հասկանալի լինի։
կին ամուսին, ինչպես երկիր եւ լուսին, ծնում են իրենց զավակին, ինչ որ մեկին, եւ այդ զավակը որքան էլ ընտրի այլ ծնողներ, այլ տեղ գնա, ասի էս եմ, են եմ, բայց այսպես թե այնպես այդ երկուսն են իրեն ծնողը եւ այդ մարդիկ են իրեն ծննդաբերել, օրինակի համար ծննդաբերել են Կոտայքի մարզի այսինչ գյուղում եւ նա միշտ էլ հանդիսանում է Կոտայքի մարզի այդ ինչ գյուղում ծնվածը, քանի որ նա այդ տեղանքում է ծնվել ու ծնվել է այդ երկուսից։ Այսինքն մենք որքան էլ փորձենք մեր երկրից հեռանալ, այսօր մի երիտասարդ կար շատ ճիշտ էլ գրել էր, իսկ հյուսիսային Կովկասի հատկապես չեչենները, երբ որ այդ 200 տարի հետո ամենաուշը ամեն ինչ վերանա, նրանք կմնան, քանի որ նրանք Հայաստանից գնացածներ են եւ այնքան էլ հեռու չեն Հայաստանից։ Գրեցի հնարավոր է մնան, հնարավոր է չմնան։ Եվ նրանց ֆիզիկականից եւ նրանց եթե մնան էլ չունենան այն հիշողությունը ովքեր ունեն անասունի նման հետո նորից կարող են շատ արագ ձևով վերանալ էս է հարցերը իսկ եթե այսօր մտածենք միայն այսօրվա համար որ Նիկոլը կամ Սամվել Կարապետյանը տվեց 10,000 դրամ վայ էս ինչ լավ եղավ աղքատությունից փրկվեցինք դա նպատակ չէ եթե ազգը տեսակը նպատակ չունի, ծրագիր չունի, նա վերանում է։ Կոմունիստները ինչի այդքան տևեցին, հետո քանդեցին բրուտները, քանի որ իբր կոմունիզմ էին կառուցում եւ մարդիկ այդ 60-ից 120 ռուբլով աշխատում էին իբր կառուցում էին։ Հետո հասկանալով, որ դա սուտ է, հիմա էլ սոցիալիզմ էին զարգացնում Հետո էլ հարմարվելով դրան, որ ինչ ամեն ինչ էժանա, այսքան աշխատում ենք, թեկուզ հագնելիք չկա եւ օրինակ մեքենա չենք կարող բոլորս գնել, բայց բոլորս էլ ուտում ենք այստեղից այնտեղից էլ հագնելիք ճարում, ապրում էին։ Բայց դա չի նպատակը, նպատակը որպեսզի ազգը տեսակը ունենա նպատակ, ազգը տեսակը ինքը իրեն չխաբի Ես նշեցի նախորդ ֆիլմերից մեկում եւ արտասահմանում եւ Հայաստանում Քորշնից հետո դուրս էր եկել այսպիսի մի արտահայտություն քցեցի սրան իրար ծախեն իրար քցեն իրարից գողանան կողքին եթե օտարազգի է միլիարդներ ունի իր միլիոն ունեցող հայը իրեն համար ամենազզվելին ամեն ինչ կանի որ նա վերանա բայց այն օտար միլիարդատերը իրեն դա չի էլ հետաքրքրում լավ տղեն նա չի որ ներսում թե դրսում հային կարողանա ճնշել լավ տղեն նա է որ դրսից բերում եւ երկիրն է զարգացնում այժմ հաջորդը ԱՄՆ եւ Եվրոմիություն ադրբեջանցիների վերադարձը արևմտյան Ազերվոչխար եւ ԱՄՆ դիտարկում է այս հարցը, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, Հայաստանից լռությունը, ամբողջ հայ, նույնիսկ սփյուռքը լռությունը, իմ կանալն էլ տարբեր տեղեր փակում են, այդքան էլ չեն էլ նայում, որ ասեմ 10,000-ներով, 100,000-ներով են նայում, չէ, բայց եթե բացեն, գոնե մի 20,000 միշտ նայում, հասկանում է, այդ չի հարցը, հարցը նա է, որ բարձրացնող չկա, ովքեր կոմպետենտ մարդիկ են, ոչ ոք չի բարձրացնում այս հարցը, որ այս ինչ եք ասում, այս մի փոքր հողի վրա սա էլ եք ուզում խլեք։ Ազերին Եվրոմիության բարեկամ Ուրսուլայի այդ պոռնիկի հայտարարությունը, իսկ Ռուսը Եվրոմիության թշնամին, ինչ տարբերություն, երկուսն էլ ներխուժեցին, այսինքն Սա մեր վերացման համար են անում, այս ամեն ինչը։ Ընդհանրապես ՄԱԿ-ը պետք է կոչվի մի քանի ազգերի եւ վայրի տեսակների կազմակերպություն, քանի որ չի կարող հայը եւ ազերին կողք կողքի կամ ապրի կամ իրար հետ հարց ունենան։
Սա անթույլատրելի է։ Գիտեք սա որն է, որ Վիկտոր Համբարձումյանի դեմ դուրս գար Նիկոլը եւ իրար հետ խոսային, նրանք իրար չէին հասկանալու, որովհետեւ նա այլ բարձրության մարդ էր, իսկ սա ամենացածրության տականք է, նրանք իրար չէին հասկանալու, եւ նրանք չունեն նույն տեղը, նրանց տեղերը տարբեր պետք է լինի, եւ այստեղ էլ հիմա էլ ինչ անենք, ազերիները գան, էս լինի, են լինի, ամեն ինչ տալով, վերջում էլ համաձայնվելով, որ հիմա էլ գան ձեզ բռնաբարեն, դա ելք չէ, դա լուծում չի։ Այժմ, սա նույնպես փաստ է, Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Ֆեդերատիվ Հանրապետություն, Իրան։ Հայաստանի 4 ղեկավարները թուրքաջհուդ լրտեսներ են, որը կարող է ասել, որ դա սուտ է։ Պուտլերը մայրը անբարոյական ջհուդ, հայրը անհայր։ Նաև մի եվրոպացի հետ մի քանի տարի առաջ, այսինքն Ուկրաինա մտնելուց մի քանի ամիս հետո եմ դա գրել, այդ ֆիլմը, ամբողջությամբ իր մասին, թե ինքը ով է, եւ ինչպես է Վրաստանում մի գյուղում ապրել, եւ հայ ու վրացի ջահելներն էլ իրեն որպես կին օգտագործել բռնաբարել են, դրա համար ոչ մեկին էլ չի սիրում, եւ այդ ջհուդ լակոտը այդպես էլ պետք է լիներ։ Իրանի ազերիների 10%-ն էլ չի ազերի, բայց Իրանում Բայց Իրանի մոլլաները եւ շահերը բոլորը ազերի արհեստական բազմացած տեսակից են։ Այս միայն ձեր իմացած այս 3 երկրներում պատահականություն կա, լոգիկա կա այստեղ։ Այսինքն միշտ նշանակվել է։ Եվ Հայաստանում մեղավորը առաջինը հանդիսանում է Տիգրան Մեծը 10,000 եվրեներին բերելով Հայաստան, հիմա էլ պարզ չի, սովետի քանդվելուց հետո 100,000 ջհուդեր, թե ավելի էր, նույնը նաև Արցախում, դրա համար էլ երկուսն էլ կորցնում ենք, մեկը կորցրեցինք, մեկն էլ կորցնում ենք, այստեղ պատահականություն ոչ մի բան չկա, մենք ենք պատահականը, երբ որ ասում են դրանց այդ բոլոր ղեկավարների քոքը պետք է կտրել, նաև այդ լակոտ լուկուտը, երբ որ նայում ես այդ ֆիլմերը, ինչպես են այդ Երևանի քաղաքապետարանում օտարազգիների հետ էին նայում, զարմացել են կամ այլտեղ, այդ ամեն ինչի վրա զարմանում ես, որ դա մենք ենք մերը, Հայաստանն է մեր հայ տեսակն է, բայց դրանք հայ չեն։ Եվ այդքանը մենք մեզ թույլ ենք տվել, որպեսզի մեր գլխին նստեն այդ ճիվաղները եւ այսօր Հայաստանի վերջն են տալիս, եւ Հայաստանում լռությունը նայում ես բոլոր ռադիոկայաններում նույն տականքները, որոնք սնվում են դրանից, չգիտեմ էլ դրանք 50, 100, թե 200 դոլար են ստանում ամեն մեկը միտեղ գնալ ելույթի համար, թե ծրիա, թե ստիպում են դրանց, այդ լակոտ լուկուտը սկսած 18 տարեկանից մինչև խործերություն բոլորը ստի վրա հիմնված տականքները բոլորը ստում են։ Բոլորը ստում եւ ձեր գլուխը լցնում են աղբով։ Այժմ հաջորդը։ Հարավսլավիա հանրապետությունները Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա-Հերցեգովինա, Մակեդոնիա, Չեռնոգորիա եւ 2 ինքնավար մարզերը Սերբիայի կազմում, Կոսովո եւ Վոևոդիա։ Այս բոլորը նաև այս Կոսովոն, Վոևոդինան, Ամերիկան եւ Եվրոպան ձեռքերը փռեցին վրաները, որ այս ամեն ինչը լինի։ Բայց Նախիջևանի հարցը ոչ հայերը բարձրացեցին, ոչ աշխարհում որևէ մեկը բարձրացեց եւ չթողեցին էլ որ հայերը բարձրացնեն։ Իսկ Արցախի հարցը փակեց ազերի կոչվող տեսակը եւ Հայաստանն է լուր եւ աշխարհն է լուր։ Որտեղ է այստեղ ճշմարտությունը։ Աշխարհում ամենաերկար
պատերազմը, որը տեղի ունեցել անն մեջ, Արցախա-ադրբեջանական պատերազմն է, եւ բացի այդ 7 շրջանները վերցնելուց հետո մնացած ժամանակ անընդհատ ազերի սնայպերը սպանելը Հայաստանից ոչ մի կրակոտ չի եղել։ Սերժիկ Նարեմանովի ժամանակ ամեն տարի շաբաթական հաշվեք մինիմում 3 մարդ, ամեն տարի 150-ից 200 զինվոր մենակ դիպուկահարից էր ոչնչանում։ Եվ այդ մասին էլ եք լուր, ամեն ինչի մասին լուր եք, 800 հեկտարի մասին եք լուր, ամբողջ Հայաստանի հիմա էլ կեսն են տալիս, թողնում 10,000 դրա մասին էլ եք լուր, ձեր ինտերնետն եք տալիս, ձեր էլեկտրաէներգիան եք տալիս, ատոմակայանը, որը Թուրքի եւ Ազերու համար ամենասարսափելին է, հիմա էլ դա կկանգնեցնի Նիկոլը ու ձեր հարցերը անմիջապես կլուծեն։ Ինտերնետ չեք ունենա, մեկն էլ այսօր գրել էր GPS-ի մասին, ասեմ դա ինչ է, եթե նույնիսկ հեռախոսի մեջ կարճ չկա, կարող եք մտնել եւ այդ տեղանքի քարտեզը, բայց տեղանքի քարտեզը ձեզ ինչ է տալու, դուք ուր էլ գնում եք մի կարելի ասել մի գերեզմանաչափ տեղ է Հայաստանը, ինչա չեք կարող այստեղից այնտեղ գնաք, իսկ եթե պետք է թուրքը մտնի ու ինտերնետը անջատեն, դա ոչ մի բանի հետ էլ կապ չունի։ Դուք չեք կարող ոչ բարեկամի զանգեք, ոչ ընկերոջ զանգեք, ոչ իմանաք ձեր երեխուն փախցրին տարան, դուք ուր գնացիք, դուք ուր եք գնում, ինչ եք անում, ձեր հաշիվները բոլորը փակվում, բանկային հաշիվները վերանում, աննասունի պես ընկնում եք անտառներն ու փախչում մինչև սատկեք։ Էդա։ Երեք բացատրեցի, այսօր նորից նույնատիպ հարցեր։ Այսինքն այդ նոր սիստեմներ, մոր սիստեմներ ոչ մի բան ձեզ չի օգնելու։ Ձեզ օգնելու է միայն, եթե ունենաք երկու բարձր կարգի նաև սատելիտային հեռախոսներ, որոնք շատ թանկ են, եւ կարողանաք բարեկամի թե հարազատի հետ որտեղ գտնվեք խոսակ։ Բայց դա չեք էլ կարող ունենալ։ Իսկ այն, որ դուք ունեք այդ ձեր տուն, տեղ, ձեր հագուստ ամեն ինչ ծախել եք երեխեքի համար iPhone գնել, այդ iPhone-ները արդեն դառնում են սովորական մի հատ պաչկա, տուփ, ուրիշ ոչինչ։ Եվ թուրքը գալիս է հերթով բռնաբարելով գնում ձեզ։ Էդա։ Մի մասն էլ փախչում եք, մի մասն էլ իրենց մոստից կգցեն, մի մասն էլ իրենց կկախեն, ու այդպես հայերի թարցը կվերանա։ Ինչը վերացել էր 1915 թվականին։ 15 ասենք, որ ցեղասպանության ժամանակ։ Նույն ցեղասպանությունը հիմա կատարում։ Նրանք եթե տեղեկացված չէին, գոնե դուք տեղեկացված եք։ Բայց թեկուզ նրանց ժամանակ, եթե որևէ մեկը հասցնում էր փախչել մի գյուղից, գնում էր հաջորդ գյուղին ասել այսպես բանը, նույնիսկ սեղանից վեր չէին կենում, չէին էլ հավատում, մինչև չէին հասնում իրենց գյուղը նորից կոտորել։ Նույնը այսօր ձեզ հետ է կատարվում։ Նույնը այսօր կատարվում է Հայաստանում ձեզ հետ։ Ոչ մեկիդ պետք չի, մինչև չգան հարևանի դուռը հասնեն, հարևանի ձենը լսեք, այն էլ ասեք, այն ինչի է ճվում, արա մի հատ նայի պատուհանից ինչ ասում, քանի որ դիվան եք քշելու, երեխեն էլ նայի ասի, չգիտեմ, մի երկու հոգի բռնաբարում են, դե ասա որ պրծնեն գան մեզ, էդ եք, էդ է ձեզ հետ կատարվելու, ուրիշ բան չի կատարվելու։ Հիմա այս սպորնիկի մասին խոսանք, NATO երկրներ, իզուր ես սա էլ մեծատառով է գրվել, Հյուսիսային Եվրոպա և Բալտիկա, Նորվեգիա, Դանիա, Իսլանդիա, Ֆինլանդիան և Շվեդիան նոր են մտել։ Խնդրեմ, Ֆինլանդիան ու Շվեդիան անմիջապես Սանկտ Պետերբուրգին, Լենինգրադին մոտ։ Արևելյան Եվրոպա, Լեհաստան, Կալինինգրադին կպած, նաև այստեղ Լատվա, Լիտվա, Էստոնիա, Չեխիա, Սլովենիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, սրանք էլ սև ծովով կպած։ Հարավային Թուրքիան։ Ուրեմն այսքանը հեչ մենակ Ուկրաինան էր քեզ խանգարել, որը մեջն էլ չէր պետքա մտներ։ Եվ տարբեր պատճառներ են ներկայացնում։ Ոչ մի պատճառ էլ չկա։ Ոչ մի նաև բացատրություն չկա այս հարցին, թե այս տականքը
դուրը բացում ասում, խնդրեմ, արի նստի, էս քու տեղը, էս էլ բանալիները, նստի ու վայելի, այտենց բանալինում, երբ որ Գորբաչովի հետ իրար մեր էին բռնաբարում, թե ով պետք է լինի Ռուսաստանի կամ ՍՍՀՄ-ի ղեկավարը, երկուսն էլ դնովի տականք, նույնն էլ սա, հիմա նույնն էլ սա արեց, ես հրաժարվում եմ, տալիս եմ սրանց, բայց ինքն է նորից, սրա կինն էլ երկար ժամանակ հսկում էր, հետո ես Պուտինը իրական սատկես թե ինչ եղավ, հիմա էլ 4-5 հոգի դրել են, պարզել չի թե ով է Ռուսաստանը ղեկավարը, այստեղ էլ միշտ քորշունը կա ու կա, 80 տարին անց աննասունա նորից նույն բաները կատարում է Հայաստանը, և ես էլ կասեք սուտա, որ պետք է անպայման Ուկրաինայի վրա հարձակվեր և հայերի մի մասն էլ այստեղ նշեին, որ Ուկրաինայի վրա հարձակվելուց առաջ տվեց Արցախը, որպիսի, քանի որ իր գազը նավթը չէր գնում, որպիսի այս ճանապարհով գնա, դրա համար նախ տվեց, որ ադրբեջանցիները համաձայնվեն այստեղով կաչատանի, և դրա համար հետո մտավ Ուկրաինա, որ ՆԱՏՕ-ն չընդարձակվի, ՆԱՏՕ-ն իր դռանը չոքած է, ինչ տարբերություն, ինչ տարբերություն, նաև Կանադան, ՆԱՏՕ-ն, որ այստեղից իր դռանը չոքած է, այս էլ այս կողմից է չոքած, ինչ տարբերություն, եթե տարբեր տիպի կազմակերպության անդամներ են, ինչ տարբերություն, պետք է չապրեն իրար կողքի, դա այս ամբողջ ֆարշը ձեզ ներկայացնում են, և մի մասն էլ, ովքեր ռուսաստրուկ են, մի մասն էլ եվրոպաստրուկ ու ամերիկաստրուկ են, այդ բոլորը նույն խաղն են խաղում, բոլոր ժամանակներում այս 3000 տարում մենք միշտ եղել ենք զոհի դերում, դրանից առաջ եղել ենք ամենահարգված տեսակը աշխարհում, իսկ հիմա միայն զոհի դերում, իսկ զոհի դերում լինելով, երբ որ այս տականքը հայտարարեց, որ հանրապետությունները անկախ են արդեն բաժանվում են, ասեցի Հայաստանի վերջը եկավ, մեր տանը նստած, դա դիտում ենք, ասեցի սա վերջն է մեր, վերջի սկիզբ, ավելի ճիշտ, ու այդպես էլ եղավ, հիմա գերմանացի այս մի լավ լուրը, որը նաև հայտնեցին տղերքը, գերմանացի, ճապոնացի, չինացի, կորեացի, շվեդ և լեհ, այս երկրներից, ամեն երկրներից 1-2 մարդ, որոնք Մուրադ Խալթեցու առաջարկով կարդամ ավելի լավ է, այս երկրների հայա և ճշմարտության մարտիկներ, արդեն իրեն ծառայությունն են հայտնել, ամեն մեկը 10 երեխաներ տանեն ապահով երկրներ, 10 եմ գրել, բայց մի քանիսը 10-ից ավելի և այլն, և մինչև այդ երեխաների 25 տարեկան դառնալը նրանց տալ տանիք, ուսում և ապագա, կկատարեն ուսումնասիրություն, ազնիվ մաքուր ամենակարևորը խելացի երեխաների ընտրություն, ընդհանրապես երևի վերցնեն 10-ից մինչև 15-16 տարեկան երեխեք, որպեսզի էլ բանակի հարց էլ չլինի, չսահմանափակեն, նախ կտանեն, հետո նոր դոկումենտները կսարքեն, և կան և ուսումնասիրում են արդեն մոտ ժամանակներս կիմանաք, քանի որ նրանք էլ գիտեն, որ վախճանը մոտ է այդ երեխաներին գոնե փրկեն, քանի որ նրանք այս ամեն ինչում ոչ մի մեղք չունեն, որ ծնողը անասուն է կամ պապուտատը անասուն են, նրանք ինչ մեղք ունեն սրա համար, դա իրենք ընտրություն չեն կատարելու, որ սա լավ է հագնված, նա աղքատ է և այլն, իրենց ամենակարևորը, որ խելացի երեխաներ տանեն, որպեսզի հետագայում ազգը ազգին նմանվի, թեկուզ օտար հողում, որպեսզի կարողանան ապրել և պայքարել, դրա համար են դա կատարում, հաջորդ հարցը, Սամվել Կարապետյան, նշեցի և նորից նշում եք, Սամվել Կարապետյանը
հանդիսանում է, եթե այսպես վերցնենք, սրան քորշունը դրել է որպես Հայաստանը ջարդել, ավիրելու տրակտորի առաջի ակ։ Այս տականքն էլ տրակտորի հետևի ակն է։ Սրանք իրարից անկախ չեն կարող գործել։ Այս երկու ակը պետք է լինի, որ Հայաստանը վերացնեն։ Հասկացաք, այդ տրակտորը Քորշան, որը կատարում է Մոսադի, Բրուտի եւ այլոց, Պուտին եւ այլն բոլորի հրահանգը, այս տրակտորը չի կարա Հայաստանը քանդի, եթե առաջի ակը այս տականքը չլինի, երկրորդ ակը սա չլինի։ Հասկացաք հիմա։ Նույնն էլ այնտեղ բենզաբակն էլ դա ալբանացին է։ Այդ երեքի վրա էլ պետք է վաղուց գից քաշած լինեիք։ Նարիմանովը այստեղ գնաց հանգստի, քանի որ բոլորի վրա էլ ալիբի ունի եւ ինքը հանձնեց Նիկոլին, ասեց հերթականությամբ հերթ են դրել, թե ով է։ Հիմա եթե հանկարծ, որը հնարավոր չի, Հայաստանը երկարի եւ Նիկոլն էլ մնա, հաջորդ անգամ արդեն ալբանացին չի պայքարելու, արդեն Քորշան կողմից որևէ մեկն է լինելու այստեղ եւ սրա փոխարեն միգուցե լինի լֆիկը կամ որևէ մեկ։ Այդ տականքներով Հայաստանը տանում են վերացման։ Ադրբեջանցիները որքան կիսախելացի, կիսագրագետ մարդ ունեն, որ հայ անգրագետից ավելի անգրագետ են, դարձրել են խելացիները, հագցրել, կապցրել, աշխարհում մեկ տանում, որ ազգեն, հայերն էլ ինչքան տականք ու ինչքան անգրագետ, ռոբոտ տականքներ ունեն, դրանց են անի։ Հիմա ինչի մասին խոսենք, ինչ ասենք, հիմա հաջորդը, համեմատեք Նուբար Փաշային և Մանթաշովին, և համեմատեք այս իբր հայ ամենահարուստներից մի քանիսը, այս տականք պոռնիկների հետ, սկսած Կոմիտասից, սկսած Հովանես Թումանյանը վերցնում, Ավետիքի Սահակյան, Ներսիսյան դերասան և ում ուզում եք վերցրեք, բոլորին վերցրեք, բոլորին ուսում տվել և Հայաստանի համար պայքարող, հայ ազգին զարգացնող մարդիկ։ Նույնիսկ Մանթաշովը ասում է այդ հայ ուսանողներին, որոնց ուղարկում էր արտասահման սորելու գալիս էին, խնջույք էր կազմակերպում ու հետո նրանց պալտո եք դուք ասում, այդ պալտոների գրպանը, գախնի ամեքի գրպանը հավելյալ գումարներ էր դնում, որպեսզի ձեռի փողը նույնպես շատ լինի, տղաները իրենց տղազգը։ Հիմա խոսենք, այս պոռնիկը ինչ արի, այս պոռնիկը ոչ մի բան չի արի, բացի հայրին ծախելուց, Պուտինի հետևը պաչելուց, ուրիշ ոչ մի բան չի արի, սրա մասին։ Հիմա այսօր դուրս է եկել այս պոռնիկը, որ միացեք ինձ Նիկոլին տապալում ենք, արա այ պոռնիկ, դու այդ տրակտորի հետևի ակն ես, դու ոնց կարաս Նիկոլին տապալես, հետո էլ ում ես տվել տները, այդ ամեն ինչը, գնա այդ երկիշներին ասա թող գան, նստի այդտեղ մի 30-40 հոգով միտինգ արա պրծի, այդ մարդկանց փողը տվել ես, ընտրել են պրծար գնացիր, էլ ինչ, էլ դրանց հետո հիմա այդ սուտ չուխուրդ ինչ ես դրել, որ հայերը չասեն անբարոյական ես, այսօր էլ պետք է ասեն, վաղնել երեգել են ասել, որ անբարոյական ես, հիմա ես մի տականք է, իբր սա էլ ուզման, ասավ ես չեմ էլ ուզում լինել այդտեղ, եբա չես ուզում Նիկոլն էլ բռնեց Քորշան հետ քեզ հանեց, ինչ մի լավ բան ես արել հայերի համար, բացի այդ եկեղեցի կառուցել, իսկ այդ եկեղեցին ում է ինչ տվել, Արցախի պատերազմի ժամանակ փախար Նիկոլը տարավ իբր բերդը դրեց, տղետ էլ չէր կարա օգներ արցախցիներին, զենքով չէր կարա կամ նույնիսկ ավտոբուս եւ այլը տար։ Նույնն էլ էս տականքը։ Խանութներ ու էս ինչ էր բացել ժողովրդին թալանելու համար, թալանչի պոռնիկներ եք։ Եվ Հայաստանը այսօր դրա համար էլ այսօրին է։ Այն ժամանակ փրկվեց Հայաստանը, որ ուներ նման մարդիկ, ես երկուս եմ ներկայացնում, մնացածը կարող եք ուսումնասիրել։ Ես չեմ ուզում ես պատմություն, ես վերլուծության եւ բացադրության մեջ եմ փորձում ամեն ինչ անել։ Իսկ այս պատմությունները բանը վերցրեք, գրեք 1000 մարդ սրանց մասին գրում է, կտեսնեք, որ այս ամեն ինչը ճշմարտություն է։ Եվ
Եթե նայում ես դեմքներին եւ նայում ես այս տականքների դեմքներին, զգում ես տարբերությունը, որ այստեղ մարդ չկա։ Այստեղ բացարձակապես մարդ չկա։ Նայում ես այս մարդկանց դեմքին, նայում ես այս մարդկանց աչքերին, ուզում ես նայես ու նայես, քանի որ մարդկություն ես մեջը տեսնում, սրբություն ես մեջը տեսնում, խելք ու բարիություն ես մեջը տեսնում։ Իսկ սրանց մոտ ինչ տեսնես, որ ինքը իրանից զզվում է, որ ինքը դոդ է, նայեք նրա արտահայտությունը, զարմացած է, ոնց որ Պանիկովսկին, չէ, Շուրա Բալագանովը լինի, այս էլ Քորշան ռոբոտն է, ռոբոտը տրակտորի, Հայաստանը քանդելու տրակտորի, հետևի ակը։ Այժմ ես մի հարց է, Սամվել Պետրոսյանի մասին, այդ Սամվել Պետրոսյանի մասին մի երկու անգամ ասեցին, այդ ֆիլմը նայեցի, այստեղ նորից ասեմ, այդ գեներատոր թե ինչա դա սարքում, որպեսզի կրկնություն չլինի, անընդհատ ես այդ մասին չասեմ, հիմա ասեմ երկու բառով, որպեսզի ձեզ պարզ լինի։ Եթե մենք սարքում ենք փոքր գեներատոր, ինչ-որ ձևով, մի 120 հատ էլ, մի 3-4 հատ ես եմ սարքել, 4 հատ, մի 120 հատ էլ տղերքն է սարքել։ Փոքր մասշտաբներով նա շատ լավ աշխատում է, և աշխարհում միլիոնավոր կան նման բաներ ստեղծված։ Փոքր չափերի համար նա աշխատում է։ Ինչպես նաև այդ փոքր խաղալիք մեքենաների, փոքր սարքերի այդ մատորները աշխատում են նրանք, բայց երբ որ մենք գոնե մի թաղամաս կարողանանք էլեկտրաէներգիայով ապահովել, ոչ թե մի լամփուշկա կամ մի հատ ինչ-որ ռադիո կամ կամպյուտեր, այդ դեպքում դա հնարավոր չի, այսինքն փոքր չափերի դեպքում էֆիրը, այդ տետե դաշտերը, նրանք թույլատրում են որոշ քանակությամբ այդ մասնիկներին, որոնք ստիպում են կատարել պտույտ, բայց մեծի դեպքում դա հնարավոր չի, քանի որ այդ մասնիկներին պետք է ստիպել, որ գան, ստիպողը չկա, որպեսզի նրանք կարողանան գան։ Իսկ ատոմաէլեկտրակայան, հիդրոէլեկտրակայան, ջերմոէլեկտրակայան, նրա այս թևիկները ստիպելով սրան շարժել, նա ստիպում է, որպեսզի էֆիրից այդ մասնիկները գան, իսկ այստեղ մենք չունենք այդ, որպեսզի դա կատարենք, ու այդ մարդու ասածը դա սուտ է, նման բան ինքը չի կարող ստանալ։ Եթե նման բան լիներ, հիմի վաղուց արդեն անգլիացիք դա կատարել էին, չկա նման բան, հասկացաք, փոքրերի համար որոշ քանակ, որը ընդհանրապես կա մեզ շրջապատող ամեն տեղ այդ էֆիրի, որոշ մասնիկներ կատարում են այս փոքրերի, վերցրեք այս չափը, լուցկու չափ կամ վերցրեք մի կոշկի տուփի չափ, այդ չափով նրանք կատարում են, թեկուզ մի քիչ մեծը, նրանք կարողանում են ինչ-որ ձևով ստանալ դա, նայած միջավայրում, իսկ երբ որ մենք արդեն մեծ ենք վերցնում, դա արդեն հնարավոր չի, քանի որ պետք է ստիպենք, որպեսզի այդ մասնիկները հեռվից էլ գան, այս մոտ տարածությունից եկել են, բայց հեռվից պետք է գան, որ լրացնեն այդ քանակը, որպեսզի էներգիա ստանան։ Այժմ հասկացաք։ Այժմ Խոստուփի լեռը, մի հոգի գրել էր այս լեռան մասին, որպեսզի ասեմ։ Այս լեռը հին հայերի աստվածաբանության մեջ, դա աստվածաբանություն չասեն, գիտության մեջ ունի իր յուրահատուկ տեղը, ինչպես նաև ապարանը, այս երկուսը շատ կարևոր տեղեր են, և քանի որ ասել են, որ նաև Գարեգին Նժդեն է հայ աստվածների հետ աշխատել, և նա էլ գիտեր սրա առավելությունը, և ինքը այնտեղ շատ էր գնում, ինչի համար է դա կատարվում, նաև
ապարանի մոտ գտնվող այդ տարածությունը։ Եթե մենք վերցնենք երկրի մակերևույթը, օրինակ Ռուսաստանում, նա այսպես է, մոտարապես ամենտեղ նույնն է։ Իսկ եթե մենք վերցնում ենք օրինակի համար այս կամ հենց Արագածի տակը, նա այսպես է, այս լեռնը համարենք, իսկ նա այսպես է։ Հասկացաք, այս մասը ավելի կարճ է, քան այստեղ, այսինքն երկրագնդի մեջ գտնվող այդ դաշտերը արագ ձևով մոտենում են այստեղ և ասել են, որ հայերը տարօրինակ ձևով փորում էին թունելներ սարքերով և հենց այդ սարքերի միջոցով շատ փոքր թունելներ են փորել մինչև ներքև, ոչ թե փորել են, ստիպել են նյութը անհետացել այդտեղից և այստեղ նաև Գարեգին Նժդեն գալով նրանք ստանում են ավելի մեծ քանակության մասնիկներ և ավելի լավ են մտածում, ավելի առողջ են լինում, ավելի կազդուր, ավելի խելացի, ավելի առողջ, դրա համար նայել է եկե այստեղ և դա համարում է սուրբ լեռ, այսինքն եթե լավ մարդ ես, լավ բան պետք է կատարես, գնում ես այնտեղ քո էներգիան, քո ամեն ինչը կատարելագործում ավելի ավելանում է և այնտեղ նույնիսկ գիշերով քնելով 2-3 օր այդ պայմաններում շատ լավ են զգացել և եկել են։ Էս է այս Խուստուփի լեռան հիմնական գաղտնիքը, իսկ մնացածը դա արդեն դիցաբանության մասեր են մտցրել մեջ, իսկ գիտական տեսակետից այսքանն է։ Այժմ խոսենք այն ամենակարևոր թեմայից, որը ցանկացել էի ձեզ ներկայացնել։ Գեխարդ Անդերսոն։ Այս անձնավորությունը հանդիսանում է Շվեդիայի հոգեբանների լավագույն անձնավորությունը և բարձր կարգի հոգեբանը։ Երեկ երեկոյան Իվան Իվանովիչը և ես այս մարդու հետ մոտարապես 3 ժամ, 3 ժամ ու կես խոսեցինք։ Նախ մի կես ժամ այլ բաներից, հետագայում հարցերը տվեցինք Հայաստանի և հայաստանցիների մասին, թե նաև այս ինչ կատարվեց։ Մինչ հանդիպելը նրան արդեն ասել էինք ինչի մասին պետք է խոսանք, նա Իվանովիչի ամենամտերիմ մարդկանցից է և նա համաձայնվել էր, որ ինքը կուսումնասիրի ու հարցերին կպատասխանի անմիջապես, կարող ամբողջությամբ խոսել, բայց ինչպես կցանկանանք, երբ մի կտոր հաց կերանք և այլն, որից հետո նաև այս մասին սկսեցինք խոսել, ինչ ասեց։ Հայերին հիմնականում իրենց խելքի պատճառով դավաճանեց iPhone-ը, այսինքն ծնողները ամեն ինչ վաճառելով, խոպաններում աշխատելով, երեխաների համար iPhone-ներ գնելով, երեխաների հայրենիքը դարձավ iPhone-ի էկրանը։ Դրա համար հայ երիտասարդները անտարբեր են այդ ամեն ինչի նկատմամբ։ Մեծ մարդիկ, տարիքով մարդիկ, որոնք ուսումնասիրում են, որոնք հայրենիքի համար ցավում են, հասկանալի է, որ դրանք ցավում են, իսկ երիտասարդները մի մասը նարկոման, մի մասն էլ միայն հեռախոսների մեջ ընկճված, դրա համար հայ ազգը այսպիսով գնում է կործանման և պատահական չէր, որ Ջոբսը հայերին ավելի էժան էր նվիրում և Հայաստանում բոլորի ձեռքին համարյա iPhone էր, ոնց կլինի iPhone չունենան։ Եվ հենց այս iPhone-ները նաև երիտասարդների տունը քանդեց, որոնք չհասկացան, որ այդ iPhone-ը իրենց տունը չի, իրենց հայրենիքը չի, իրենց էթնոսը չի, իրենց էթնոսը դա հանդիսանում է հայ հողը, այն տարածությանը, որի վրա կանգնած ես, որի սնունդը ուտում ես և որը քեզ համար հանդիսանում է հայրենիք։ Եվ այս մարդը բացատրում էր և վերջում աչքերը լցրած դուրս եկավ, նույնիսկ մեզ չասեց բարի գիշեր, ասեց մեկ գա իմ հետևից, դուրս եկավ գնաց։ Ինչի համար եմ սա ասում, որ
սա մեխանիզմները ձեզ կործանելու եւ դուք սիրով գնում եք այն մեխանիզմներին, որ ձեզ կործանեք։ Այժմ այդ մեխանիզմի մասին։ Այս քորշունը դրված էր մեխանիզմի գլխավոր շարժիչը, Հայաստանը քանդելու, ոչնչացնելու գլխավոր շարժիչը։ Ուրեմն ինչպես են կատարում։ Ոչնչացնել գործարանները։ Եթե ոչնչացնում ես գործարանները, ապա ոչնչացնում ես մարդկանց ունեցվածքը, նաև ոչնչացնում ես ունևոր էլիտան, իրական ունևոր էլիտային ես ոչնչացնում։ Ոչնչացնել գիտությունը եւ դպրոցներ, ամեն ինչ դարձնել ամենացածր մակարդակի։ Այսինքն հայ գիտնականներ, հայտնի դերասաններ, արվեստագետներ բոլորը արդեն դառնում էին սերով, չնչին գումարով աշխատող կամ սրանց հետևն էին համբուրում կամ մի մասն էլ իրենց հպարտ պահելով մահացան Անայդ հերոսի նման։ Այս ամբողջը սա կազմակերպած էր։ Ես մեր երեկվա զրույցն եմ ասում Գեղարդի հետ։ Ծնեց այս տականքներին, իր նման տականքներին։ Իր կինը ծնվեց նման տականքների, որոնք հայրենիք չունեն, աշխարհը դա բոլորի հայրենիքն է իբր։ Եվ բրուտը ձեզ կտա հայրենիք, երբ որ բոլորիդ կլիզմականիք իմանաք։ Նաև ծնեց նման տականքների, եւ այս տականքները իբր համբուրում են քրիստոնեության համար ուշքները գնում է, բայց հետագայում սրանք իրար հետև են բռնաբարում, եւ սրանք են գոմոսեքսուալիստ, եւ սրանք են գոմոսեքսուալիստ։ Եվ ծնեցին սրա նման տականքների, որը իբր հարուստ է, բայց իրականում նաև քանի որ հայ չէ, այդ կեղտոտ քայլին պետք է գնար։ Ծնեցին սրա նմանների։ Եվ այս ամբողջ մեխանիզմը ամբողջությամբ աշխատում էր, սորոսականներ, այլ բոլորը սնվում էին Հայաստանում տարբեր երկրներից, տարբեր ձևով եկած ֆինանսներով, իբր մեկը այսպիսի կազմակերպություն է, այն ինչ է այսպիսի կազմակերպությունը, ու այդպիսով վերացնում են մեր հայրենիքը։ Ու այդպես էլ չհասկացաք, որ միակ ձևը սրանց հետ կռվելու ուժն է, ուժը։ Դուք ասում եք մեր մասին, ասացի այսօր, թե ինչ են անելու, հանելու են, ծնողները կհամաձայնվեն, կհանեն իրենց երեխաներին և այդտեղ նաև հայեր կգան, այդ մարդիկ հանդիսանում են 67 միլիոն գաղտնի, բոլորը այն մարդկանց, ովքեր ճշմարտության մարտիկներն են։ Եվ այդ մարդիկ առայժմ այդքան մարդ, միգուցե բոլորիդ էլ տանեն, բացի տականքներից, ես չգիտեմ այդ մասին դեռ լուր չկա։ Եվ Իվան Իվանովիչը, ասեմ նաև ձեզ, սեպտեմբերի կեսերին բացելու է նաև մի մեծ ալիք, որտեղ մի քանի լեզուներով լինելու է եւ ձեր մասին, ձեր ամենօրյա առօրյայի մասին եւ աշխարհի մասին լուրեր։ Այնպես որ պատրաստվեք ձեր բոլորի այն մութ սենյակներում ինչ կատարել եք, բոլորը մեկնաբանվելու է։ Սեպտեմբերին արդեն պատրաստ կլինի։ Եվ ամբողջ փաստաթղթերով, որ իրավունք ունի դա բացի եւ այլն, կատարի այդ ամենը։ Բայց այս ամենը թողնենք մի կողմ, նորից եմ կրկնում, վաղը ուշ է լինելու։ Եթե Նիկոլը բերեց արդեն ազերիներին, մլիցեքին շարը, ձեզ համար ուժ է լինելու, քանի շուտ է, վեր կացեք, վերացրեք, բայց երբեք չմիանաք այս տականքին, ոչ մեկի չմիանաք, մեկ-երկու հոգով ամենահարազատներով, ամենամտերիմներով, ցանկացած սրա նման տականքի, ում ուզում եք վերցրեք, վերացրեք միայն տականքներին, նշանակություն չունի մոլախոտի ամենաբարձրը, թե մոլախոտը սկսում ես մի ծայրից վերացնել, այսքանը, մենք էլ մերը կանենք, սպասեք, անպայման։